Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում գրեթե յուրաքանչյուր իրավապահ շատ լավ գիտի եւ տեղյակ է ին վերաբերմունքը առհասարակ իրավապահ համակարգի եւ առավել եւս ոստիկանության հանդեպ։ Նրանք գրեթե բոլորը, բացի ծախվածներից, իմ հարազատներն են։ Եվ իմ հարգանքը դեպի ոստիկանություն դա ուղղակի բառերով գնահատելի չէ։ Դրա բառապացույցը իմ կողմից բազմաթիվ անգամներ հնչեցրած ոստիկանի հանդեպ, ոստիկանի հասցեին գովեստի խոսքերն են։ Սակայն այս վերջերս տեղի ունեցած մի իրականության հետ կապված ուղղակի չեմ կարող համակերպվել։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում մտավ ուժի մեջ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գվարդիայի մասին օրենքը։ Հիմա ես ուղղակի ուզում եմ անդրադառնալ մեկ փոքր հատվածի ու դրանից հետո շարունակեմ խոսքս։ Կարճ եմ կարդում. Գվարդիա զորքերի ընտրանի անտորյալ մաս, որի գլխավոր պարտականությունը թագավորի անձի պահպանությունն էր։ Գոյություն ունեցել դեռևս ստրկատիրության շրջանում, առավելապես հայտնի են եղել Պարսկաստանում անմահների զորագունդ, Հռոմում վարձի թիկնազոր, Հայաստանում նույնպես եղել է թագավորի թիկնապահ գունդը, արքունի գունդը կամ ոստանի գունդը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա։ Դեռևս ստրկատիրության շրջանում առավել հայտնի են եղել վարձու թիկնազոր, նմանատիպ թիկնազորները կազմված են եղել նաև ստրուկներից, հստակ կարդում եմ։ Արևելքի երկրներում միջին դարերում գվարդիայի դերը կատարում էին թիկնապահները, վարձու զինվորների կամ ստրուկների ընտիր զորամասերը։ Սիրելի ոստիկաններ, ամենայն հարգանքով ձեր բոլորի հանդեպ, ոստիկանություն եւ առհասարակ ոստիկանության համազգեստը դա հպարտության, դա արժանապատվության համազգեստ է, որին վստահում են բոլորը։ Բոլորը գրեթե անվերապահորեն, որից վախենում են հանցագործություն կատարած անձինք։ Սակայն այսօր իմ համար ցավալի է եւ ես գրեթե ցավով եմ նայում, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին իշխանությանից կարճված անձիկ ձեզ նայում են որպես ախրանիկների, որպես վարձկան թիկնապահների, թիկնազոդի, չգիտեմ, իրենց անվտանգությունը ապահովող, ներողություն եմ խնդրում, բայց իրենց վերաբերմունքով դեռևս ստրկատիրական մտածելակերպով առաջնորդվողների մտածելակերպով վարձկան ինչ-որ զորամիավորում։ Սիրելի ոստիկաններ ջան, ձեր ցավը տանեմ, դարձյալ կրկնում եմ, թող ոչ մեկ իմ խոսքերը չխեղաթյուրի, առհասարակ ոչ մեկ, որտեղ իմ վերաբերմունքը թե գլխավոր դատախազության, թե ներքին գործերի նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության հետ, բոլորի հետ ոչ մեկ չի կարող հերքել, որ այսօրի սանը համագործակցության շրջանակներում իրականացնում է հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ դերի բարձրացման ուղղված ցանկացած գործիքակազմ։ Ես ոչ ոքի առաջ եւ ոչ մի անգամ ընկճված չեմ եղել, բայց այսօր ես ցավով եմ տանում, որ ոստիկանությունը օգտագործվում է, շահագործվում է եւ դրա դեմ ոչ մեկ չի կարող պայքարել։ Ես ուղղակի կոչ եմ անում, ես ձեզ չեմ քաղաքականացնում, սիրելի ոստիկաններ, իմ շատ սիրելի ուսադիր կրողներ, արժանապատվորեն ուսադիր կրողներ, հունիսի 7-ին գնում եք տեղամասեր եւ ընտրում եք բնականաբար ոչ համար 16-ի օգտին, գնում եք եւ ոչ եք ասում գործող իշխանությանը, ով որ ձեզ տեսնում է որպես փողով ախրանիկների, ուրիշ անուն է սպահին, ներողություն եմ խնդրում, տալ չեմ կարող, որտեվ ես այդպես եմ տեսնում, որովհետև դա հենց միայն Արմավիր քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այն որ ես տեսա, թե ինչքան ոստիկանության համազգեստ կրող այն հավեսով աղբերներ էին ստիպված ծառայություն կատարելու նպատակով բերվել Արմավիր քաղաք, սա խայտարակություն էր, սա ռեսուրսի օգտագործում էր, ընտրությունների գնում են, ռեսուրսները պետական չօգտագործելով, այդքան ոստիկանի ուղեկցմամբ
Սա ուղղակի անթույլատրելի է։ Ես ուղղակի ձեզ բոլորիդ առաջարկում եմ ամսի 7-ին, համար 14-ին, եւ ոստիկանությունը կլինի իր մշտական բարձունքի վրա, եւ ոստիկանության համազգեստ կրող անձը կլինի իրոք իսկական արժանապատիվ իրավապահ անվան տակ։ Համոզված եմ, որ Սուրեն Պետրոսյանի հետ ժողովրդավարական համախմբում կուսակցության ծրագրերի շրջանակներում ոստիկանությունը լինելու է եւ մնալու է ամենագերագույն բարձունքում, բայց միայն 14-ի հետ այդպես կլինի։ Իսկ այս պահին ներողություն եմ խնդրում բոլորիցդ, ոչ մեկի չեմ վիրավորում, ոչ մեկի, սա իմ կարծիքն է, իսկ իմ կարծիքը ցավոք սրտի ճիշտ է։